Սառցակալող փողոցների դեմ պայքարը մենամարտ չէ, բիզնեսը պետք է աջակցի քաղաքապետարանին, ավագանու որոշում կա։ Լրագրողների հետ տարվա վերջին հանդիպմանն ասում է Երևանի քաղաքապետը, հարցուպատասխանի առանցքում է թեման։ Ձյան վերջին տեղումների պատճառով ըստ Տիգրան Ավինյանի Երևանում անանցանելի ճանապարհներ չեն եղել։ Բոլոր կրպակներին, խանութներին, մասնավոր գործընկերներին, ովքեր որ ունեն դիմային հատվածում հանրային տարածքներ, իրենք ունեն պարտավորություն այս աշխատանքներում մեզ աջակցելու, ոչ միայն մեզ աջակցելու, դա ուղիղ իրենց պարտականությունն է։ Սառցակալող գետնից անցում օդի աղտոտվածությանը բարդ խնդիր է, լուծումը նույնպես գնահատականը քաղաքապետինն է, ընդ որում շեշտում է պրոբլեմը միայն մայրաքաղաքում չէ։ Հյուսիս-հարավ ճանապարհով որ գնանք դեպի Արտաշատ, դեպի Վեդի, այսինքն այդ բոլոր տեղերում մենք կարձանագրենք նույն խնդիրները։ Խնդիրներն ըստ քաղաքի ղեկավարի առավելապես մեր բնակլիմայական պայմանների պատճառով են առաջ գալիս։ Խոսքը նրա մասին չի, որ մենք առհասարակ ձեռքներս ծալած ուղղակի նստելու ենք եւ հետևենք, թե բնակլիմայական պայմանները մեզ հետ ինչ են անում։ Մթնոլորտային օդում տիրող իրավիճակի վերաբերյալ գնահատականներն ինչու են իրարից էականորեն տարբերվում։ Քաղաքային իշխանության գնահատականը մեկն է, փորձագիտական համայնքինը ճիշտ հակառակը։ Ավինյանն այստեղ նկատում է, պրոբլեմը նոր չէ։ Վերջերս կարդացել է 1985 թվականին Los Angeles Times-ում տպագրված հոդված, դեռ այն ժամանակ էր մամուլը գրում. Երևանում օդի որակի խնդիր կա։ Իրականում այս խոսակցությունը կարելի ասել բացել է Երևանի քաղաքապետարանը։ Այս գործողություններն իրականացնելով մենք ականջալուր ենք մեր գործընկերներին, ովքեր որ իրապես ունեն մասնագիտական կարծիք, խոսքը գնում է մասնագիտական կարծիքի մասին, ոչ սիրողական գնահատականների, այս խնդրի մասին խոսել են դեռևս 80-ական թվականներից եւ հիմնականում նույն ժամանակաշրջանի մասին, նոյեմբերից մարտ։ Ամեն դեպքում որոշակի մեղմացումներ հնարավոր է ունենալ եւ մենք այդ ուղղությամբ ունենք քառամյա օդի որակի բարելավման ծրագիր լոկալ մակարդակում, որպեսզի խնդիրը մեղմի։ Երբ Երևանի մետրոյի հաջորդ կայարանը կլինի աջափնյակը, քաղաքապետը վստահեցնում է, ստորգետնյա տրանսպորտի ծրագիրը չի խափանվել, չի փոխվել։ Ինչ վերաբերում է նախագծի փողը կրճատելուն, ապա այդ որոշումն ընդունել են, հաշվի առնելով, որ համալիր փորձաքննության արդյունքները ստացել են հունիսի 9-ին, իսկ ծրագրի իրականացման հաջորդ փուլով այն վերջնական պետք է հաստատեն։ Իրատեսական չէր ավարտվող տարվա ընթացքում անել, վերաբաշխեցին գումարը։ Մետրոյի կայարանը աջափնյակի մենք մեր օրենսդրությունը նույնիսկ այս տեսակ նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել այս որակի, այս բարդության եւ հիմնականում ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված։ Քանի ավտոբուսի եւ տրոլեյբուսի կարիք ունի մայրաքաղաքը, պարկն ամբողջությամբ համալրելու համար արդեն գնված 45 էլեկտրատրանսպորտը չհաշված մի քանի հարյուրը դեռ պետք են։ Եթե չեմ սխալվում, մինչև եւս 30 տրոլեյբուսներ, 12 մետրանոց եւ մեզ դեռևս պետք է լինելու մեծ ծավալով 249 հատ 18 մետրանոց ավտոբուսներ։ Այս նպատակն ի դեպ քաղաքապետը ներառում է առաջիկա 5 տարվա ծրագրերի ցուցակում։ Կցանկանա կես տասնամյակ անց Երևանի խաչմերուկներում նաև տեսնել արհեստական բանականությամբ աշխատող էլեկտրոնային համակարգեր։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։